Երևանի պետական համալսարանում տեսողության խնդիր ունեցող մեկ ուսանող կա։ Ագրարային համալսարանում ևս։ Ինչպես են նրանք պայքարում իրենց իրավունքների համար։ Հայաստանում եւ մասնավորապես բարձրագույն ուսումնական հաստատություններում բարյացակամ մարդկանց ինստիտուտը ավելի գործուն է, քան ներառական համակարգը։ Ավելի քան 3 տարի առաջ Civilnet-ը զրուցել էր Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի ուսանող Վահան Դիշլանյանի հետ։ Վահանը չի տեսնում, համալսարան գալիս է Էջմիածնից։ Էջմիածին Երևան ճանապարհն ամեն օր անցնում է մենակ։ Վահանի կարծիքով տեսողության խնդիր ունեցող ուսանողների համար համալսարանական պայմանները բավարար չեն։ 2022-ին դեռ բակալավրի 2-րդ կուրսում սովորող Վահանը պատմում էր, որ համալսարանում չկա բրայլյան համակարգով գրականություն, աուդիո մասնագիտական գրականություն, խոշոր տառաչափով գրականություն, համակարգիչներում ներբեռնված խոսող ծրագրեր, ուղղորդող տակտիլ հատակ եւ այլն։ Համալսարանի e-learning կայքը չունի էկրանընթերցիչ ծրագիր։ Վահանը այժմ մագիստրատուրայի 2-րդ կուրսում է։ Ինչ է փոխվել Երևանի պետական համալսարանում։ Տեսողության խնդիրներ ունեցող անձանց մասով ոչինչ չի փոխվել։ Այո, բազմիցս ռեկտորի հետ հանդիպումների ժամանակ խոսել եմ այս մասին, պատասխան է եղել, որ իրենք առաջիկայում դա նախատեսում են անեն, եղել է պատասխան բնականաբար, որ չգիտեմ, այս տարիների ընթացքում ոչինչ այդ մասով չի արվել, այսինքն անելիքը դեռ շատ է, բայց իրենք անպայման մտածում են այդ ուղղությամբ։ Այնուամենայնիվ լսարաններին փակցվել են բրայլյան այբուբենով ցուցանակներ եւ գործում է ուսանողին օգնական տրամադրելու որոշումը։ Համալսարանի ղեկավարությունը ուսանողին չի տեղեկացնում այս հնարավորության մասին։ Իմ բախտը բերեց, ես այնպիսի ֆակուլտետ էի ընդունվել, որտեղ նախկինում այդ անձնական օգնականի ինստիտուտը եղել էր կամավորության սկզբունքով մեր ֆակուլտետում դեկանի մակարդակով նույնիսկ տեղյակ էին ես խնդրից, բայց արդեն մեզնից դուրս ավելի բարձր օղակներում տեղյակ չէին։ Արամ Աբրահամյանը 50 տարեկան է, չի տեսնում։ Ունի նաև հենաշարժական համակարգի խնդիրներ։ Ագրարային համալսարանում է սովորում, պանրագործությամբ է ուզում զբաղվել։ Օրինակ տեսեք, ես երաժշտական կրթություն ունեմ, նաև զուգահեռ դպրոցից սովորել եմ 5 տարի երաժշտական դպրոց։ Ստեղնաշարային գործիքներ, դաշնամուր, ակարդեոն, սինթեզ։ Այս ժամանակ էլ չէին թողում, չէին հավատում, մտածում էին, որ չեմ կարա, բայց բոլորից լավ ես սովորեցի, մինչև վերջ։ Քննություններին պատրաստվում է բացառապես դասին, լսածը մտապահելով։ Շենքի խնդիրների մասին զգուշորեն է խոսում, չի ուզում իր մասին անցանկալի բան լսել։ Շատ է, գիտեք, երևի մտածում են եկել է, երևի չգիտեմ, օր անցկացնի կամ ուղղակի էլի շփվելու համար, տանից դուրս գալու համար, բայց ես միշտ էլ ասել եմ, ես եկել եմ, որ այդ մասնագիտություն ձեռք բերեմ, դառնամ տեխնոլոգ։ Աստիճաններն էլ այդքան հարմար չէ, օրինակ ինձ համար տեղ կա, որ պետք է, ես ձեռքով եմ օգտագործում ձեռնափայտս, տեղ կա, որ պետք է փոխեմ, աջով բռնվել եմ, տեղ էլ կա, որ ձախով։ Երկկողմանի չէ էլի բազրիկները։ Երևանի պետական համալսարանում ևս որոշ թեքահարթակներ տեղադրվել են, սակայն որոշ հատվածներում կայանած մեքենաները անհնար են դարձնում դրանցից օգտվելը։ Երևանի պետական համալսարանի ղեկավարությունը մեկնաբանություն չտվեց Civilnet-ին, սակայն գրավոր հարցմանը պատասխանեց, նշելով, որ հաջորդ տարի գծանմուշներ կտեղադրվեն եւ որ հասանելի ուսումնական նյութերի, այդ թվում բրայլյան կամ աուդիո գրականության առկայությունը անհրաժեշտ նվազագույն պայմանն է չտեսնող ուսանողների համար։ Ագրարային համալսարանից հարցմանը չպատասխանեցին։ Այնուամենայնիվ հաշմանդամություն ունեցող ուսանողների համար բարդությունները սկսվում են նախքան բուհը։ Տիֆլոմանկավար Ժալլա Սահակյանի խոսքով անգամ ընդունելության քննություններին մասնագետ տիֆլոմանկավար չի տրամադրվում։